Մեղվաբուծության զարգացման և ուսուցման կենտրոն հասարակական կազմակերպությունը փետրվարի 25-ին ահազանգեց նոր կործանարար մակաբույծի տրոպիլելապսի ներթափանցման ռիսկի մասին, հրավիրելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների ուշադրությունը։ Խնդիրը իրականում շատ մեծ արձագանք ունի, որովհետև Facebook-յան տարբեր խմբերում մենք տարածել ենք խնդրի մասին բովանդակությունը, մենք ունեցել ենք Zoom հանդիպում, on-line հանդիպում, մեղվաբույծները միացել են, ներկայացրել ենք խնդիրը, ցույց ենք տվել, չնայած մեղվաբույծները արդեն կարելի ասել բոլորն տեղեկացված էին խնդրով ու շատ վախենում էին, որ պետական մակարդակով դեռևս ոչ մի քայլ չի արվում խնդիրը բարձրաձայնելու ու լուծումներ փնտրելու համար։ Մեր համար խնդիր է, ինչի է սպասում նախարարությունները, ինչի է սպասում մեր պետությունը։ Մենք ինչի ենք սպասում։ Մենք սպասում ենք, որ հիվանդությունը գա Հայաստան, նոր սկսենք պետական մակարդակով պաշտպանվել դրա դեմ։ Որովհետև հիվանդությունը արդեն Վրաստանում է, Վրաստանում շատ մեծ վնասներ է հասցրել, մինչև 50% մեղվաընտանիքների կորուստ է գրանցվել ու գալով Հայաստան մենք մի քանի տարի չենք կարալու վերականգնվենք այս խնդրից հետո։ Մեկ տնտեսապես, երկրորդ բնապահպանության առումով։ Տրոպիլելապսը մեղուների ամենավտանգավոր մակաբույծներից մեկն է, որը վերջին տարիներին դարձել է համաշխարհային մեղվաբուծության գլխավոր մտահոգություններից մեկը։ Եթե նախկինում այն հանդիպում էր միայն Ասիայում, ապա հիմա սկսել է տարածվել նաև այլ տարածաշրջաններում։ Սա տիզ է, որն ավելի փոքր է, քան հանրահայտ վարոան։ Տրոպիլելապսը հիմնականում սնվում բազմանում է մեղվի փակ մայրաբջիջներում, թրթուրների վրա և ավելի արագ է բազմանում, քան վարոան։ Մեկ մայրաբջիջում կարող են լինել տասնյակ տիզեր։ Նրանք սնվում են թրթուրների արյունով և ճարպային մարմնով, ինչի հետևանքով մեղուները ծնվում են դեֆորմացված, առանց թևերի կամ ոտքերի։ Տրոպիլելապսը հանդիսանում է տարբեր վիրուսների հիմնական փոխանցողը և կարող է մեղվաընտանիքների անկման պատճառ հանդիսանալ։ Մակաբույծը վտանգավոր է թե մեղրատու մեղուների և թե վայրի փոշոտողների համար։ Այդ պատճառով կենսաբազմազանության COP17 հյուրընկալող երկրի համար շատ կարևոր է նաև շրջակա միջավայրի նախարարության արձագանքը և համապատասխան քայլերը, ասում է Մեղվաբույծ Վիգեն Մնացականյանը։ Անասնաբուժական համաշխարհային ասոցիացիան կազմակերպությունը փաստաթուղթ է հրապարակել, որտեղ նշվում է, որ այս հիվանդությունով վարակվում են նաև վայրի փոշոտողները, այսինքն մասնավորապես իշամեղուները, որոնք որ բնության մեջ վայրի փոշոտում են իրականացնում, ու այս հիվանդությունը եթե գա Հայաստան, մենք մեկ կունենանք մեծ խնդիր մեղվաընտանիքների կորուստի ու կունենանք երկրորդ խնդիրը բնական փոշոտողների կորուստը, որը որ կհանգեցնի մեր ֆլորայի կարելի ասել փոփոխման, այսինքն շատ ծաղիկներ կվերանան, շատ բույսեր չեն փոշոտվի, տարեկան շատ բույսեր ամբողջությամբ կվերանան մի տարի չփոշոտվելու դեպքում ու հենց այդ խնդրի համար դիմել են երկու նախարարություններին։ Իրականում մենք ժամանակ չունենք, այսինքն երկար ինչ-որ փաստաթղթեր հավաքել, ցույց տալ այդ ամեն ինչը, մենք շատ կարճ ժամանակ ունենք, որովհետև մեր դիմաց գարուն է ու ներմուծողները սկսելու են էլի ներմուծումներ կատարել ու դրա համար շատ արագ պետք է էկոնոմիկայի նախարարությունը եւ շրջակա միջավայրի նախարարությունը արձագանքեն այս խնդրին։ 2023 թվականին Ուզբեկստանը պաշտոնապես հայտարարել է մակաբույծի տարածման մասին։ Վիգեն Մնացականյանի ձեռքին կան փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ Ռուսաստանը պաշտոնապես արգելել է Ուզբեկստանից մեղվաընտանիքների ներմուծումը։ Դրանից հետո 24 թվականին թույլատրել են որոշակի պայմաններով մի քանի կազմակերպության ու փաստերը բերել են նրան, որ անասնաբուժական փաստաթղթերը սկսել են կեղծվել Ուզբեկստանում եւ հիվանդ մեղուներ են ներմուծել Ռուսաստան եւ հետազոտությունները ցույց են տվել, որ պետք է կանխել ու ելի արգելքներ են դրել Ռուսաստանում Ուզբեկստանից մեղուների ներկրման։ Մեր ձեռքում գտնում է փաստաթուղթը, որ Ռոստեխնադզորի փաստաթուղթն է, հրահանգն է արգելել Ուզբեկստանից մեղուների ներմուծումը։ Իսկ ինչ քայլեր են ակնկալում Հայաստանի մեղվաբույծները պետական գերատեսչություններից, կան արդյոք անհրաժեշտ գործիքակազմերը մակաբույծի ներմուծումը եւ տարածումը կանխելու համար։ Համաշխարհային անասնաբուժական համաշխարհային կազմակերպության անդամ երկիր է Հայաստանի Հանրապետությունը ու ունի պարտավորություններ նաեւ այդ կազմակերպության անդամ լինելով, որ պետք է առաջնային կերպով արձագանքի այս հիվանդությանը եւ առաջնային կերպով պետքա զեկուցի այդ կազմակերպությունը, որ Հայաստանում կա նման հիվանդություն, եթե հիվանդությունը հայտնաբերվի։
Բայց նաև մենք ունենք պարտավորություններ սահմանային անցակետում, կարանտինային գոտի ստեղծելու, մենք ունենք պարտավորություն ներմուծված մեղուները, հա, սննդամթերքի անվտանգ տնտեսության կողմից պետքա ստուգվեն, հետևեն, բայց մենք ունենք ինֆորմացիա, որ նախորդ տարի Հայաստանում ներմուծում իրականացվել է Ուզբեկստանից, որը որ չի ստուգվել համապատասխան պետական մարմինների կողմից։ Մեղվաբուծության զարգացման եւ ուսուցման կենտրոն հասարակական կազմակերպության նախազանգին մինչ այժմ պաշտոնապես արձագանքել է միայն էկոնոմիկայի նախարարությունը։ Մարտի 9-ին հանդիպում է նշանակվել մի քանի գերատեսչությունների հետ։ Վիգեն Մնացականյանը նշում է, որ անելու են ամեն ինչ, որ խնդիրը լինի անմիջապես նախարարի ուշադրության կենտրոնում։ Նաև սա խնդիր է մեղրի արտահանումների համար, որովհետև հիվանդությունը երբ որ գա, մարդիկ սկսելու են տարբեր բուժամիջոցներով բուժել, որ մնացորդային քանակներ է թողալու արդեն մեղրի մեջ, մեղրահացերի մեջ, ու հետո սա դառնալու է խնդիր, երբ որ մենք հայտարարենք, որ մեր երկրում է արդեն կա այս հիվանդությունը, մենք ձգտում ենք եվրոպական շուկաներ, մենք ձգտում ենք դեպի ավելի ոնց որ հաստատուն, ավելի մեծ շուկաներ, սա կփակի բոլոր դռները մեր առաջ, Եվրոպան մեզանից մեղվաընտանիքներ, չգիտեմ, մեղվամայրեր, մեղր չեն գնի, սա կփակի մեր ու մի քանի տարով կփակի։ Այսինքն հենց պաշտոնական գրության մեջ նաև ԵԱՏՄ օրենքում նշված է, որ այն երկրները, որտեղ կհայտնաբերվի տրոպիլալապս տիպի մակաբույծը, մինչև արդեն չհայտարարեն հետագայում, որ մեր երկրում չկա այս հիվանդությունը, եւ 24 ամիս հետո նոր կարելի է այդ երկրներից ներմուծում կատարել։ Այսինքն սա մեզ տարիներով կգցի շատ հետ, դրա համար շատ արագ պետք է արձագանքենք, մշակենք պլան, այս ամեն ինչին արձագանքելու, այո, մեր ձեռքը վերցնելու համար պետության մակարդակով ու անցնենք առաջ։ Քաղաքացիությունը Լոռու մարզի Ալավերդի համայնքից։